Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 7-ին տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հրավիրված են մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ և խորհրդարանի ներկայացուցիչներ քննարկելու ամենակիրառական հարցեր անվտանգության, միգրացիայի, ենթակառուցվածքների ու քաղաքական համագործակցության շուրջ։ Եվրոպական միությունն էլ շտապ քայլերով խորացնում է համագործակցությունը Երևանի հետ, նախատեսելով նաև առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը։ Միաժամանակ Եմեն և Հայաստանը առաջատար քայլեր են անում վիզայի ազատականացման ուղղությամբ, երկկողմանի քննարկելով կառավարական մակարդակում։ Սպասվում է, որ գարնանը կհրապարակվի ԵՄ գնահատումը այս ծրագիրը կյանքի կոչելու ընթացքի մասին, ինչը կարող է լինել կարևոր լեգիտիմ քայլ դեպի վիզաազատականացման ճանապարհին։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊԻ ներսում առկա խոսակցություններից ի հայտ է դարձել, որ մայիսին համաժողովի օրերին իշխանությունը կստանա ստորագրված փաստաթուղթ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ հնարավոր նախաստորագրումները իշխանության համար կարող են ներկայացվել որպես արտաքին քաղաքական նշանակալի ձեռքբերումներ։ Սակայն աշխարհաքաղաքական աջակցությունը չի կարող մեծ արժեք ունենալ այն պայմաններում, երբ երկրի ներսում շարունակվում են ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումները, քննադատության համար կալանքները, հոգևորականների, քաղբանտարկյալների և քաղաքական ճնշումների ամենօրյա ռեժիմը։ Արևմտյան հարթակներում ստացված աջակցությունը որքան էլ կարևոր լինի, չի կարող փոխարինել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և իրավական պետության իրական կայացմանը։